Ատովյան իրավաբանական եւ խորհրդատվական ընկերություն հաճախ դիմում են ամուսնաընտանեկան հարաբերությունների ընթացքում գույքային խնդիրներ ունեցող անձինք կամ միջև ամուսնությունը կամ ամուսնության ընթացքում, որպեսզի հասկանան ամուսինների փոխադարձ գույքային պարտավորությունները, թե որ ամուսնուն ինչ է պատկանում կամ ասենք գույքի բաժանման հետ կապված իրենց հետաքրող հարցերի շուրջ, երբ որ ուզում են ստանան խորհրդատվություն եւ պարզաբանում եւ մեր ընկերության փորձառու մասնագետները մանրակրկիտ բացատրում են մեզ այցելող անձանց, թե որ գույքն է համարվում համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված գույք եւ ինչպես է այն ենթակա բաժանման, ինչպես նաեւ պարզաբանում ենք մեզ դիմող անձանց, որ ենթադրենք ամուսնության ընթացքում նվիրատվության կամ ժառանգության եղանակով ձեռք բերված գույքը հանդիսանում է տվյալ ամուսնու սեփականությունը կամ պարզաբանում ենք, որ ամուսնության ընթացքում ձեռք բերված անձնական իրերը կամ ստացված նվերները, որը անձնական նպատակներով է օգտագործում տվյալ անձը, համարվում է ըստ էության իր սեփականությունը, ինչպես նաեւ տալիս ենք պարզաբանումներ, ենթադրենք անշարժ գույքի բնակարանների, տների, հողերի համատեղ սեփականության հիմնահարցերի հետ կապված, ավտոմեքենաների հետ կապված եւ լինում են դեպքեր, երբ որ ենթադրենք ավտոմեքենան ձեռք է բերվել կողմերի համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, սակայն ձևակերպված է միայն ամուսիններից մեկի անունով եւ այդ տվյալ անձը ուզում է օտարել կամ օտարել է արդեն իսկ այդ ավտոմեքենան եւ ընդեղից բխող համապատասխան գույքային եւ իրավական հետևանքներով։ Իհարկե նաեւ մեզանում կա եւս մի կարևոր ինստիտուտ, որը արևմտյան երկրներում շատ ավելի տարածված է եւ շատ ավելի մեծ պրակտիկա կա կիրառման, քան Հայաստանի Հանրապետությունում, դա ամուսնական պայմանագիրն է եւ նույնպես անձինք հետաքրքրված են լինում, թե ինչ է իրանից ներկայացնում ամուսնական պայմանագիրը, ինչպես որ փուլում այն կարող է կնքվել, ինչ հարաբերություններ է այն կարգավորում եւ մենք բնականաբար բացատրում ենք, որ նախքան ամուսնություն, այնպես էլ ամուսնության ցանկացած փուլում կինն ու ամուսինը կարող են կնքել ամուսնական պայմանագիր, որը պետք է նոտարական վավերացում ստանա եւ այն հիմնականում միտված է ամուսինների միջև գույքային հարաբերությունների կարգավորմանը, ինքը ըստ էության կարող է լավ գործիք հանդիսանալ հետագայում ամուսինների միջև, ենթադրենք ամուսնալուծության պարագայում գույքի խաղաղ ձևով բաժանման, որպեսզի չլինի այնպես, ինչպես պրակտիկայում երբեմն մենք հանդիպում ենք, որ կողմերից մեկը, ամուսիններից մեկը դիմում է դատարան եւ սկսում է վիճարկել, չգիտեմ, նկարի, լվացքի, մեքենայի, սպասքի, պարագաների պատկանելիությունը, լինում են ցավոք սրտի նաեւ այդպիսի դատական պրոցեսներ եւ ամուսնական պայմանագիրը հնարավորություն է տալիս հետագայում խուսափել նման կարգի վիճաբանություններից։ Ատովյան ընկերության ծառայությունները ամուսնական պայմանագրի ոլորտում գույքային ռեժիմի վերլուծություն, համատեղ եւ անձնական գույքի սահմանազատում, նվեր եւ ժառանգություն ստացած գույքի կարգավիճակ, ներդրումների հաշվին գույքի արժեքի ավելացման գնահատում, պայմանագրերի կնքում միջև ամուսնությունը կամ դրա ընթացքում գրավոր ձև եւ նոտարական վավերացում, պայմանագրի նախագծի մշակում եւ համաձայնեցում, վեճերի կանխարգելում, ձևակերպումների միանշանակության ապահովում, վիճարկման հիմքերի բացառում, երկու կողմերի շահերի հավասարակշռում։ Ատովյան իրավաբանական եւ խորհրդատվական ընկերություն երբեմն դիմում են անձինք, որոնք ցանկանում են կնքել ամուսնական պայմանագիր եւ մենք առաջի հերթին զրուցելով մեր վստահողների հետ փորձում ենք արզել տվյալ պայմանագրի առարկան, այսինքն ինչ բնույթի հարաբերություններ են իրենք ուզում կարգավորեն այդ հարցի շուրջ, մանրակրկիտ դիտարկում ենք, տրամադրում ենք խորհրդատվություն, ուղղություն ենք տալիս, որտեղ երբեմն կողմերը, որոնք իրավաբան
իրավաբան չեն, բնականաբար այդքան էլ չեն տիրապետում օրենսդրական կարգավորումներին, երբեմն պահանջներ են առաջադրում, խնդրում են, որպեսզի այնպիսի պայմաններ նշվեն, այսպես, հա, ամուսնական պայմանագրում, որը մեր օրենսդրությունը ըստ էության չի տալիս այդ հնարավորությունը, որովհետև ամուսնական պայմանագիրը ինքը նոտարական վավերացում պետք է անցնի, երբ որ մենք ճշտում ենք, հա, կողմերից կամ կողմից, թե կոնկրետ ինչ բնույթի հարաբերություններ են իրենք ուզում կարգավորեն, ինչ բնույթի գույքային հարցեր են ուզում կարգավորեն ըստ էության, հա, ամուսնական պայմանագրով, արդեն կազմում ենք համապատասխան պայմանագրի նախագիծը, այդ ամուսնական պայմանագիրը համաձայնեցնում ենք երկու կողմերի հետ, երբեմն դա բավականին երկար է տևում, որովհետև, հա, կողմերից մեկը ինչ-որ մի կետի հետ կապված անհամաձայնություն է հայտնում, իր առաջարկն է ներկայացնում, ենթադրենք, հա, մենք դիտարկում ենք, որ այդ առաջարկը ընդունելի չէ, միաժամանակ փորձում ենք այլընտրանքային ինչ-որ տարբերակ առաջարկել, որը ավելի ընդունելի կլինի տվյալ անձի համար եւ այլն։ Երբ որ արդեն կազմում ենք վերջնական տարբերակ ամուսնական պայմանագրի, որը երկու կողմերի համար էլ ընդունելի է, անպայման դա նաեւ քննարկում ենք նախապես նոտարի հետ, ներկայացնում ենք նոտարին, նա դիտարկում է, եթե ունենում է ինչ-որ նկատառումներ, հայտնում է իր նկատառումը, մենք դա հաշվի ենք առնում եւ նոր ուրեմն արդեն վերջնական նոտարի հետ եւ երկու կողմերի հետ ամուսինների հետ համաձայնեցված տարբերակ արդեն ներկայացնում ենք նոտարական վավերացման։ Եվ իհարկե ընթացքում ամուսնական պայմանագիրը կարող է փոփոխության ենթարկվել, կարող է լուծվել, դա էլ նույնպես կողմերի իհարկե ցանկությունն է եւ բոլոր այս հարցերով Ատոֆյան իրավաբանական եւ խորհրդատվական ընկերությունը աջակցում է իր վստահորդներին, եթե ըստ էության, հա, կողմերից մեկը չի կատարում հետագայում ամուսնական պայմանագիրը, խախտում է այն եւ այստեղ նույնպես պետք է իրականացնել որոշակի իրավական քայլեր, գործընթացներ, գործողություններ, որպեսզի ապահովել, հա, այդ կողմից, այսպես ասած, ամուսնու կողմից կամ կնոջ կողմից ամուսնական պայմանագրով ստանձնած իր պարտավորությունների կատարումը եւ նույնպես մեր ընկերությունը կարող է աջակցել արդեն եւ աջակցում է անհրաժեշտության դեպքում նման նաեւ հարցերում փորձելով հասնել ամուսնական պայմանագրի ամբողջական կատարմանը բոլոր կողմերի կողմից։ Ատոֆյան ընկերության ծառայությունները պայմանագրի փոփոխման եւ վիճարկման ոլորտում փոփոխում եւ լուծում, փոփոխման եւ լուծման նոտարական ձևակերպում, դատական կարգով փոփոխման հիմքերի հիմնավորում, ամուսնության դադարումից հետո գործող պարտավորությունների ամրագրում, անվավերության գործեր, ծայրահեղ անբարենպաստ պայմանների վիճարկում, առողջինչ պայմանների բացահայտում, բարեխիղճ ամուսնու շահերի պաշտպանություն, պարտատերերի հետ հարաբերություններ, պարտատերերի ծանուցման ապահովում եւ փաստագրում, անձնական եւ ընդհանուր պարտավորությունների սահմանազատում, ընդհանուր գույքում բաժնի առանձնացման վեճեր։ Ատոֆյան իրավաբանական եւ խորհրդատվական ընկերությունը երբեմն առնչվում է այնպիսի դեպքերի հետ, երբ որ ամուսնական պայմանագիրը ցանկանում են կնքել, ենթադրենք, հա, Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ օտարերկրյա քաղաքացին։ Եվ այստեղ նաեւ առաջանում է խնդիր, որովհետեւ ենթադրենք օտարերկրյա անձը ինքը մեկ այլ իրավական համակարգի, մեկ այլ մտածելակերպի կամ իրավական մշակույթ կրող, հա, որը տարբերվում է Հայաստանի Հանրապետությունից կրող է եւ նա երբեմն առաջադրում է այնպիսի պայմաններ, որոնք այդքան էլ այսպես ընդունելի չեն, հա, Հայաստանի իրավական համակարգի, Հայաստանի օրենսդրության տեսակետից եւ դա ուրեմն պահանջում է հավելյալ ջանքեր մեր մասնագետներից, համապատասխան խորհրդատվություն տրամադրել անձին եւ ներկայացնել, թե
այս կամ այն հարցի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ինչ իրավակարգավորումներ է նախատեսում, երբեմն նաև հարց է առաջանում, եթե ենթադրենք, պայմանագիրը կնքվեց, բայց հետագայում պայմանագրի կատարման ընթացքում կողմերի միջև վեճ առաջանա, ապա որ երկրի օրենսդրության հիման վրա է այդ վեճը կարգավորվելու, որ երկրի դատական ատյանների կամ հաշտարարների կամ արտադատական եղանակով է դա կարգավորվելու, որովհետև դա շատ էական հանգամանք է, որպեսզի հետագայում վեճի առաջացման ժամանակ խնդիրը ուղղակի չմտնի իրավական փակուղի, ինչպես նաև մենք ըստ էության կողմերին պայմանագրի կնքման, չկատարման բոլոր բացասական հետևանքները ներկայացնում ենք գույքային և իրավական և հաղորդակցման հետ կապված օգտագործում ենք որոշակի ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ և միջոցներ, որտեղ երբեմն ասենք ամուսիններից մեկը կարող է գտնվել արտերկրում այդ պահին և ուրեմն պետք է հեռավար եղանակով հաղորդակցվել, երբեմն նաև ոչ հայերեն օտար լեզվով, որը տվյալ անձի համար ավելի հասկանալի է, քան հայերենը։ Եվ այս ամենը մեզանից, մեր ընկերության մասնագետներից պահանջում է լեզվական հմտությունների կատարելագործում, տեղեկատվական ռեսուրսների, տեխնոլոգիաների օգտագործում, մշտական վերապատրաստումներ, որոնք կապված են ամուսնա-ընտանեկան հարաբերությունների և ամուսնական պայմանագրերի կնքման, փոփոխման, լուծման, դրանցից բխող վեճերի կարգավորման հետ, ինչպես նաև մենք իհարկե հնարավորինս փորձում ենք մեր օտարերկրագործ ընկերների հետ համագործակցել, եթե կա նման անհրաժեշտություն։ Ատովյան ընկերության միջազգային և թվային ծառայությունները միջազգային տարրով գործեր, կիրառելի իրավունքի ընտրության ամրագրում, արտերկրում գտնվող գույքի կարգավորում, համեմատական իրավական վերլուծություն, թվային լուծումներ, առցանց խորհրդատվություն արտերկրից, պայմանագրերի էլեկտրոնային նախագծում և համաձայնեցում, արհեստական բանականության տեխնոլոգիաներ ռիսկային դրույթների բացահայտման համար, հաջողված գործեր, բիզնես վարող ամուսինների պայմանագրեր, ընդհանուր գույքում բաժնի առանձնացման վեճեր, անձնական գույքի կարգավիճակի ճանաչում։ Այսպիսով Ատովյան իրավաբանական և խորհրդատվական ընկերությունը մատուցում է համապարփակ իրավաբանական և խորհրդատվական ծառայություններ ամուսնական պայմանագրերի կնքման, փոփոխման, լուծման, դրանցից բխող վեճերի կարգավորման, ինչպես այն դեպքերում, երբ որ ամուսնական պայմանագիրը պետք է կնքվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից, այնպես էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացու և մեկ այլ երկրի քաղաքացու միջև, և այդ գույքային հարաբերությունները կարող են լինել ինչպես մանր գույքային ինչ-որ խնդիրներ, որոնք նախատեսված լինեն ամուսնական պայմանագրում, այնպես էլ ենթադրենք բիզնեսին վերաբերող, որովհետև ընդունենք ամուսինները կարող են համատեղ բիզնես վարել և դրա հետ կապված հետագայում ամուսնալուծության ժամանակ կարող են ծագել համապատասխան գույքային վեճեր կամ ամուսիններից մեկը բիզնես է վարում և հետագայում ամուսնալուծության ժամանակ կարող է, ասենք, իր ձեռք բերած գույքի մի մասի կեսի նկատմամբ հավակնություններ ներկայացնել մյուս ամուսինը և այլն, այսինքն բազմապիսի կարող են լինել խնդիրներ, հարաբերություններ, որոնք կողմերը ցանկանան ամուսնական պայմանագրով կարգավորել կամ ունեն ամուսնական պայմանագիր, և որը կողմերից մեկը չի կատարում, կամ ենթադրենք, կա կնքված պայմանագիր, բայց կողմերից մեկը ցանկանում է դա վիճարկել, այս բոլոր հարցերի շուրջ կարելի է դիմել և ստանալ մասնագիտական աջակցություն Ատովյան իրավաբանական և խորհրդատվական ընկերությունից։